Կտրում ենք այս տարվա հանած Եղարքունիքի մարզից ստացած մեղրը, Ծաղկաշեն գյուղից ենք ստացել։ 2300 մետր բարձրության վրա ստացված այս մեղրն առանձնանում է իր թանձրությամբ եւ հարուստ համով։ Գավառի տարածաշրջանում աճող կարատուկի, զիվանի, եղեսպակի եւ այլ դեղաբույսերի նեկտարից ստացված մեղրի օգոստոսյան ավանդական մեղրաքամը տեղափոխելով սեպտեմբեր ստացվում է ֆերմենտներով ավելի հարուստ արտադրանք, որը բարձր է գնահատվում հատկապես դրսի շուկաներում։ 2 տարի առաջ Բրատիսլավա ուղարկված նմուշով մեր մեղրը աշխարհում ամենաբարձր հակաօքսիդանտային հատկություններ ունեցել եւ դա պատահական չէ, դա հենց մեր տեխնոլոգիայի արդյունքն է, որը հենց հիմնված է նրա վրա, որ մեղրը սովորականից ավելի ուշ ենք քամում։ Ճիշտ է, Սամվելի ընտանիքը մեղվաբուծությամբ զբաղվում է ավելի քան 1.5 դար, սակայն որպես բիզնեսի ինքը մոտեցավ։ 2020-ին ստիպված թողել էր հիմնական մեղվանոցը Քարվաճառի եւ Մարտակերտի տարածքում եւ մեղվաընտանիքները տեղափոխել Հաթերք, միաժամանակ նոր տնտեսություն հիմնել Կոթիում, քանի որ Տավուշյան բնությունն ու կլիման շատ մոտ են այդ բնակավայրերին եւ ապահովում են մեղրի նույն համն ու որակը։ Այնուհետև ամեն տարի մեր աշխարհագրությունը ավելացավ եւս 1 մարզով, հաջորդ տարի 22-ին արդեն Լոռու մարզի Պրիվոլնեի գյուղում սկսեցինք զբաղվել, 23-ին Կոտայքի մարզում, 24-ին Եղարքունիքի մարզում, հիմա նաեւ Արագածոտնի մարզ ենք տեղափոխվում։ Տարեցտարի ընդլայնելով արտադրության աշխարհագրությունը Սամվելը մեծացրել է նաև տեսականին, իր մշակած տեխնոլոգիաներով եւ տարբեր համային համադրություններով արդեն 25 տեսակի մեղր ունի։ Ասում է մասնագիտության բժիշկ է, բայց էությամբ հետազոտող։ Ուսումնասիրել ու պարզել է, թեև Հայաստանում մեղր արտադրողները շատ են, այնուամենայնիվ մեր ամենօրյա սննդակարգում մեղրը դեռ քիչ է օգտագործվում։ Պատճառն ըստ նրա մեր տարածաշրջանին բնորոշ մեղրի սուր համն ու հոտն է։ Կան մարդիկ, ովքեր փորձել են մեկ անգամ որևէ ավանդական մեղր, համը դուր չի եկել եւ իրենք համարում են, որ մեղր իրենք չեն սիրում։ Այնինչ կան բազմահազար տեսակի մեղրեր, որ գուցե եթե մեկ այլ բան փորձեին, ապա կհավանեին։ Եվ հենց դա էլ մեզ դրդեց, որ ստանանք տարբեր համերի մեղրեր, իսկ մյուսը արդեն բուժիչ մեղրերի արտադրության մեջ ինչու խորացանք, որպեսզի կենտրոնանանք նրանց բուժիչ հատկությունների վրա։ Սամվելը արտադրում է նաև հատուկ տեսակներ նախատեսված արյան ճնշում եւ շաքարային դիաբետ ունեցողների համար։ Վերջին տարիներին մեղրին ավելացնում է բնական հավելումներ, մրգեր, հատապտուղներ եւ դեղաբույսեր, որոնք ոչ միայն բարձրացնում են մեղրի կենսաբանական արժեքը, այլև տալիս են ավելի գրավիչ գույն, բույր եւ յուրահատուկ համ։ Ելակով մեղրը երեխաների ամենասիրած մեղրն է։ Ստացել ենք շատ հետաքրքիր նուտելլայի բնական համարժեքը առանց որևէ տեսակի արհեստական քիմիական հավելումների։ Այն 100% բնական է, մաքուր շոկոլադ է պարունակում, Տավուշի անարատ պնդուկ եւ մեղր։ Արտադրանքը ներկայացված է ինչպես առցանց հարթակներում, այնպես էլ խոշոր առևտրի ցանցերում եւ ընկերության մասնագիտացված խանութում։ Ասում է մեղուների հետ աշխատանքի արդյունքը միայն մեղրը չէ, այլ նրանց օրինակով կանոնակարգված ապրելը։ Հետաքրքիր հիերարխիա կա մեղվահասարակության մեջ աշխատանքի բաժանման տեսանկյունից, մեր ընտանիքում եւս այդպես է։ Ամեն մեկս ունենք մեր դերը, մեր պատասխանատվության շրջանակը։ Արտադրանքով մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, արժանացել 16 մրցանակի։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովանես Քյուրքչյան, լուրեր։